Պաշտպան հայրենիաց ծրագրով զինծառայողները 5 տարի անց զորացրվելիս 2 եւ 5 տարով պայմանագիրը երկարացնելու դեպքում կստանան 1.5 եւ 5 միլիոն դրամ պատվովճար։ Փոխվել է նաեւ ծրագրով ծառայության փոխադրվելու ժամկետը։ Դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինծառայության 4 ամիսը լրացած ծառայողները 6 ամսվա փոխարեն։ Խոսքը վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողների կողմից պայմանագրային զինծառայության անցնելուն եւ զորակոչվածները, ովքեր նախկինում 5 տարի ժամկետով ծառայում էին, ստանում էին զորացրվելիս 5 միլիոն պատվովճար, ներկայումս եթե իրենք շարունակեն ծառայությունը եւս 2 տարով, այսինքն 7 տարի ժամկետով դառնա, կստանան այդ 2 տարվա համար հավելյալ 1.5 միլիոն դրամ, իսկ եթե շարունակեն եւս 5 տարով, ապա կստանան եւս 5 միլիոն դրամ, այսինքն եթե 10 տարի ծառայեն 10 միլիոն ստանան։ Այո։ Ստացվում է ժամկետային զինծառայողը 4 ամիս անց կարող է դառնալ պայմանագրային, օգտվել պայմանագրային զինծառայողի համար նախատեսված աշխատավարձից, ատեստավորման հնարավորությունից, ստանալ աշխատավարձ, ծառայել իր բնակության վայրին մոտ նախորոշված իր համար ցանկալի զորամասում եւ ստանալ պատվովճար։ Այսինքն կստանա եւ աշխատավարձ, իսկ 10 տարի ծառայելուց հետո ընդհանուր վերցրած աշխատավարձից բացի եւս 10 միլիոն դրամ պատվովճար։ Այս տարվա արդեն զորակոչվածները կարող են այս 4 ամսվա տրամաբանության մեջ այլևս չսպասել 6 ամսվան եւ իրենք դառնան պայմանագրային զինծառայող։ Արդեն մեր թվականակը պաշտպան հայրենիացի հասել է շուրջ 6000-ի եւ մենք սրանով արդեն ավելի կբեցացնենք թվականակը։ Ատեստավորման համակարգը կներդրվի թանգարանային ոլորտում։ Վերջին տարիներին ոլորտում արվել են խոշոր ներդրումներ, սակայն ըստ նախարարի թանգարաններում վարձատրության չափը դեռևս մրցունակ չէ, ինչը հանգեցնում է համակարգային խնդիրների։ Հուլիսից սկսած արդեն իսկ ատեստավորման գործընթացից հետո դրական հաղթահարած աշխատակիցները կկարողանան համապատասխան հավելավճարներ ստանալ, ասեմ, որ միջինում նախատեսում ենք, որ 57% աճ կգրանցվի վարձատրության համակարգի, պետք է ասեմ, որ պաշտոնների 8 խմբեր են առանձնացված, որտեղ մասնագիտական տարբեր գործառույթներ իրականացնող աշխատակիցներ կան եւ արդյունքում միջին ամսական աշխատավարձը կհասնի շուրջ 200,000 դրամի։ Ատեստավորվելու դեպքում թանգարանների աշխատողների մեծ մասը կօգտվի նաեւ առողջության ապահովագրությունից։ Ատեստավորման ներդրման համար հատկացվեց 151.8 միլիոն դրամ։ 2025-ին թանգարանների սեփական եկամուտները 2022 թվականի համեմատ աճել են 859 միլիոն դրամով։ 2021-ի համեմատ 40% աճել են թանգարանների այցելությունները։ Նախորդ տարի եղել է 1.353 այց, որը չի ներառում թանգարանների գիշերը։ Այդ ընթացքում այցելուների թիվը անցնում է 200,000-ը։ Մեր ռազմավարությունում կա կոմերցիալիզացիայի հարց ոլորտի, ինչը որ ոչ թե եկամուտ ստանալու նպատակն է, այլ ուղղակի ոլորտը առողջ ու զարգացող կլինի, եթե կոմերցիալիզացված լինի, որտեղ այսօրվա իրականությունը դա է։ Հիմա այդ process-ը ճիշտ կառավարելու համար ես կառաջարկեի, որ մի պահ մենք մի հատ վիրտուալ կոնսոլիդացնենք բոլոր եկամուտ ծախսերը, ոլորտի միանգամից ավելի հստակ բացերը կերևան, եթե այդպիսի կան, կամ պոտենցիալի չբացահայտված պոտենցիալն էլ կտեսնենք շատ արագ։ Սեփական եկամուտների մասնաբաժինը ոլորտի ընդհանուր ֆինանսավորման մեջ աճել է 770 միլիոն դրամից, որը 22 թվականի ցուցանիշ է, ինչու որպեսզի COVID-ից հետո դիտարկվի եւ կարողանանք հնարավորինս ավելի սկզբնական իրավիճակ հասկանալ, դարձել է 1.63 միլիարդ դրամ։ Վարորդական իրավունքից զրկված անձինք առանց քննությունների այն վերականգնելու հնարավորություն կունենան։ Գործադիրը ընդունեց նախագիծը։ Բավական երկար ժամանակահատվածում մեր քաղաքացիները բարձրաձայնել են այս հարցը, ընդ որում թեման նաև հաղորդակցվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, վստահ եմ տեղյակ եք, որ փորձել ենք համատեղ դուրս բերել բալանսավորված որևէ լուծում այս տեսանկյունից եւ ըստ էության նախագիծը միտված է այդ լուծման իրացմանը։ Հիմա վարորդական իրավունքը վերականգնվում է քննությունների միջոցով։ Առաջարկվում է Հայաստանում կիրառել զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակման հնարավորությամբ 6 տուգանային միավորի տրամադրման պայմաններում 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ
սահմանելու մոդելը։ Վարելու իրավունքի ձեռքման մասին ոստիկանության կողմից կայացված որոշումների ուժի մեջ մտնելուց հետո բնականաբար քաղաքացիները որպես կանոն 1 տարի ժամկետով զրկված են լինում վարորդական իրավունքից, այս ժամկետը չի փոփոխվում, պահպանվում է, այսինքն 1 տարի շարունակ անձինք իրավունք չունեն վարելու իրենց տրանսպորտային միջոցը, ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում անձին կարող են դիմել եւ վճարելով պետական տուրք, որը այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում կազմում է 50,000 դրամ, վերականգնել իրենց իրավունքը առանց որակավորման քննությունների միայն 1 անգամ եւ դրանից հետո արդեն սահմանվում է փորձաշրջան տալով խիստ սահմանափակ թվով բալեր, որը 6 բալային համակարգն է ըստ էության։ Երկրորդ եւ հաջորդ անգամ զրկվելու դեպքում վարորդական իրավունքը կվերականգնվի բացառապես քննությունների միջոցով։ Սահմանվել է անցումային դրույթ։ Նոր մոդելով հնարավորություն կտրվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև այս տարվա մայիսի 1 ընկած ժամանակահատվածում զրկված անձանց միայն 1 անգամ վերականգնել վարորդական իրավունքը։ Եթե 6 բալային միավորը սպառվում է կամ անձ այս ժամանակահատվածում զրկվում է վարորդական իրավունքից, ավտոմատ եղանակով կրկին գնում ենք զրկման եղանակին եւ անձը 1 տարի ժամկետով չի կարողանում վարել տրանսպորտային միջոցը, իսկ եթե ստանդարտ պայմաններով նայենք 13 բալը սպառելու պայմաններում իրավունքը կասեցվում է, ոչ թե զրկվում է։ Այս պայմաններում շատ ավելի խիստ մեթոդաբանություն են կիրառել։ Նախագիծը չի վերաբերում մեր դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կիրառած զրկումներին, անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռին, թմրամիջոցների հոգեմետ նյութերի օգտագործմամբ առողջական վիճակով պայմանավորված դեպքերով վարելու իրավունքի զրկելու որոշումներին։ Նշվեց նաև, որ մշակվում են օրինապահ վարորդների խրախուսման ծրագրեր։ Զեկուցվող վերջին նախագծով կառավարությունը որոշեց պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027 թվականի հուլիսի 1-ից իրականացնել աշխարհում առաջատար մոդել համարվող X-Road-ով։ Թվային այս տեխնոլոգիայով հնարավոր է բաց ինտերնետ միջավայրում իրականացնել ամենաանվտանգ կիբերանվտանգ տվյալների փոխանակում։ Այն պետական մարմիններ դիմելիս կհեշտացնի նաև մեկ պատուհանից օգտվող քաղաքացիների գործը։ Մայա Խաչատրյան, լուրեր։